Մենք այսօր խոսելու ենք հղիության հետ կապված տարբեր հարցերի շուրջ եւ իմ հյուրն է Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, ինչպես նաեւ Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը։ Մարտը կիսամերկ ա եղել եւ արևի լույսին իր վիտամին D-ն բնական կերպով արտադրվել է, ապա այսօր մենք հագնված ենք։ Ինչպես պատրաստվել հղիությանը։ Ամեն հաջորդ հղիությունից առաջ պետք է հետազոտվել։ 35 տարեկանը նախ այդ տարիքից արդեն կամաց-կամաց ձվարանային պաշարը, չեմ ասում կտրուկ, բայց ունի որոշակիորեն նվազելու միտում։ Պետությունը ունի մի ծրագիր, որը պետական պատվերի շրջանակներում զույգը կարող է հետազոտվել նախքան հղիություն։ Վաղ պրեէկլամպսիայից ծնված 700 գրամանոց երեխան շանս չուներ, այսօր ինքը ունի շանս։ Չէ, գիտես, դու խնդիր ունես, գնում են կեսարյանի, բայց դու դրանով ավելի ոնց որ վատն ես, հա, ասեմ։ Մեկ այլ կարևոր հարցերից է նաև այդ տոքսիկոզ կոչվածը, որը կարծես ամենա այդ առաջին փուլում է շատ դրսևորվում։ Ես ունեմ հղիներ, որոնք առօրյա կյանքում պինդ, ուժեղ, ուրեմն այսպես ասած ստրեսներին դիմադրող կանայք են, բայց հղիությունը իրենց փոխում է։ Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթ է մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Մենք այսօր խոսելու ենք հղիության հետ կապված տարբեր հարցերի շուրջ եւ իմ հյուրն է Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, ինչպես նաեւ Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Ձեր այս բազմազբաղ գրաֆիկում մեզ տեղ հատկացնելու համար նախ շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ քանի որ այսօր շատ այսպես լուսավոր եւ կարեւոր թեմա ենք քննարկելու, որը նախորդում է եւ կարեւոր մասն է կազմում նոր կյանքի սկզբի, նախ ամենակարևոր հարցը։ Ընդհանրապես, ինչպես պատրաստվել հղիությանը։ Դուք շատ լավ ասեցիք, որ մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական այդ բոլոր բաղադրիչները շատ կարեւոր են։ Իհարկե մենք մանկաբարձ գինեկոլոգներս պատասխանատու ենք ֆիզիկականի համար։ Բայց նաեւ մեր աշխատանքի մեջ մենք էլ ենք նպաստում մտավոր եւ հոգեկան պատրաստումին, հա, հղիությանը։ Կարեւորը որ դա լինի գիտակցված որոշում։ Զույգը պետք է, այո, զույգը պետք է գիտակցի, որ նա նոր կյանքի շեմին է կանգնած եւ որոշակի եւ պատասխանատվության զգացողությունը պետք է լինի եւ իր առողջության համար զույգի առանձին ասենք թե ամուսինների եւ իհարկե երեխայի, որի կյանք են իրենք տալիս։ Դրա համար ես որպես մանկաբարձ գինեկոլոգ միշտ խորհուրդ եմ տալի հետազոտվել զույգին եւ կնոջը եւ ամուսնուն։ Եվ ինչն է հետաքրքիր, բոլորս գիտենք, մենք ավանդական միջավայրում ենք ապրում, հա, ավանդական մեր ընտանիքները եւ շատ հաճախ միշտ ասում են կինը պետք է հետազոտվի, բայց պետք է ասել, որ կյանքը փոխվում է եւ այսօր շատ հաճախ զույգով են գալիս, ինչը իմ համար շատ ողջունելի է։ Այո, նշանակալի։ Այո, որ զույգն է հետազոտվում։ Որովհետև բազմիցս ունեցել ենք դեպքեր, երբ որ տարիներով կինը հետազոտվել է այս կամ այն խնդիրը հայտնաբերելու համար չհղիանալու կամ հղիության կորուստների պատճառը պարզելու կամ մեկ այլ խնդիրների շուրջ այն պարագայում, որ խնդիրը շատ հաճախ ամուսնու առողջական վիճակներ պատճառը եւ այդ իսկ պատճառով ասենք թե մի թեթև միջամտությունը ամուսնու հետ կապված լուծում էր հարցերը։ Լինում են դեպքեր, երբ որ երկուսի մոտ էլ կան խնդիրներ։ Մի խոսքով, ճիշտը իհարկե մինչև ու դա ոչ միայն առաջի հղիության մասին է խոսքը գնում, այլ այո, ամեն հաջորդ հղիությունից առաջ պետք է հետազոտվել։ Այնպես է, որ ասենք թե երկրորդային անպտղության կգա զույգը, ասում է դե լավ ամուսինս չի գա, որտեղ մենք արդեն մի երեխա ունենք։ Բայց արի դու տես, որ կան հետազոտություններ արված, բավականին հետաքրքիր, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը այս վերջերս անցած շաբաթ ներկայացրեց տվյալներ, որ արական երկրորդային անպտղության բավականին լուրջ, այո, տարածվածություն այսօր ունենք, այսինքն դա էլ այն որ ասում է, չպետք է մի երեխայի պարագայում
լիովին այդ գործոնը բացառենք, եթե կա զույգում մեկ երեխա։ Այսինքն դա գիտակցված որոշում, առողջական վիճակի գնահատում եւ հետագայում առողջ հղիություն, առողջ ծնունդ։ Շատ նկատելի է վերջին մեր ուրբանիզացված կյանքում, որ կարծես տարիքային փոփոխություն է նկատվում։ Եթե նախկինում մի փոքր ավելի վաղ տարիքում էին մայրանում եւ հղիությունը ավելի վաղ տարիքում էր սկսվում որպես այդպեսին, հիմա մի փոքր այդ գիտակցված որոշումը նաեւ կարծես հանգեցրել է նրան, որ զույգերը ավելի ուշ են գալիս կամ հենց կինը ավելի ուշ է գալիս այդ որոշմանը։ Հիմա ինչքանով է այս տարիքը փոփոխվել եւ ո՞րն է համարվում որպես առաջնածին մեծ տարիքով, որպես այդպեսին, որը կարող է նաև ինչ-որ ռիսկեր իրենից ներկայացնել, որն է, որ այդպես օպտիմալ վերարտադրողական տարիք է համարվում, հղիության համար։ Դե տեսեք, այո, մենք նախկինում, սովորաբար առաջի հղիությունները, առաջի ծննդաբերությունները մեծ մասամբ այդ 20-25 տարեկան ժամանակահատվածում են եղել։ Այսօր իհարկե մի փոքր այո ուրբանիզացիա, գիտատեխնիկական պրոգրես, աշխարհի այս ուրեմն տրենդերը, այսպես ասած, մի խոսքով կանանց ավելի մեծ ներգրավումը պրոֆեսիոնալ դաշտում, այսինքն այդ ամենը բերում է նրան, որ այո, մենք ունենք փոփոխություն, ես դա անվանում եմ սոցիալ-դեմոգրաֆիկ փոփոխություն, ասենք թե իմ դասակարգման, իմ մեջ, բայց դե բնությունը մնում է բնություն, ինքը նախատեսում է այդ կենսաբանական ժամացույցը, ինքը այո, որոշակիորեն ֆենոտիպիկ ինչ-որ փոփոխությունների ենթարկվում է, բայց նա ավելի հստակ ուրեմն համակարգ է, քան մեր այս կյանքի փոփոխությունները։ Եվ իհարկե մենք այսօր ունենք շատ եւ շատ հղիներ 35 տարեկան եւ ավելի մեծ տարիքում։ Ընդհանրապես այդ ռիսկայինը մենք համարում ենք այդ շեմը, որը մենք անցնում ենք, դա 35 տարեկանն է։ Ինչու՞։ 35 տարեկանը նախ այդ տարիքից արդեն կամաց-կամաց ձվարանային պաշարը, չեմ ասում կտրուկ, բայց ունի որոշակիորեն նվազելու միտում։ Նաև 35 տարին մի փշուր է, եթե նայենք մեծ թվերի, բայց նա արդեն բերում է որոշակի մարդիկ կան, որոնք կարող են կանայք, որոնք կարող են ունենալ որոշակի քրոնիկ հիվանդություններ, չեմ ասում շատ լուրջ, չեմ ասում կյանքին սպառնացող, բայց փոփոխություն։ Փոփոխությունները արդեն տեղի են ունենում եւ մենք փաստորեն կարող ենք ունենալ առաջի հղիություն, արդեն որոշակի ուրեմն խնդիրներ ունեցող կանանց մոտ, այսինքն մի բան է, երբ որ կինը հղիանում է 25-ում, մի բան է 35-ում, 25-ում ինքը օրինակի համար չունի վահանաձև գեղձի խնդիրներ, 35-ում արդեն ինչ-որ փոփոխություններ կան։ Մի խոսքով, այսինքն այդ դա էլ որպես այդպիսին, որպես հանգամանք։ Նաև ասենք թե կանայք 35 պլյուս տարիքում իրանք իհարկե իրենց կյանքի ընկերը նույնպես 35 պլյուս է, դա էլ չենք մոռանում, որ այդտեղ էլ մենք կարող ենք ունենալ, մենք խոսեցինք, որ դա զույգի որոշում է։ Այսինքն դեռևս մեր բնությունը դրա հետևից չի հասցնում մեր ուրեմն գիտատեխնիկական պրոգրեսի եւ կյանքի փոփոխության եւ իհարկե օպտիմալը իմ համար օրինակ 20 օպտիմալը ես չեմ ուզում որևէ կերպ նեղացնեմ այն մարդկանց, որ կամ նեղացնեմ կամ իմ խոսքը այլ կերպ հնչի, օպտիմալը առողջական, նաև այդ սոցիալական, դեմոգրաֆիկ բոլոր այդ ասպեկտներում իմ համար օպտիմալը այդ 22-ից 30-ը դա օպտիմալ է, երբ որ որոշումը ընդունված է, երբ որ առողջական խնդիրները ավելի քիչ են, այ դա օպտիմալ տարիքն է։ Մի հատ միշտ այդ խոսքը կար, իմ տատիկն էր ասում էր կյանքում շահում է արթնացողը եւ շուտ ամուսնացողը։ Տատիկիս խոսքն էր, ճիշտ է, մենաքույրիկս է հետևել իր խորհրդին, այնուամենայնիվ։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, որ մենք պետք է մեր բիոլոգիական կենսաբանական ժամացույցի մասին չմոռանանք, պետք է միշտ հիշենք դրա մասին եւ փորձենք դա լինի հարմոնիկ ավելի, որտեվ այսօր նաև այդ ամենի հետ նույն կնոջը, որը ունի կարիերա, նույն կինը, որը աշխատանքային գործունեության մեջ հաջողակ է, իրեն մայրության, մայրանալու
հնարավորությունից չի զրկվում, չէ՞։ Նա ունի այդ հնարավորություն եւ նաեւ այդ գիտատեխնիկական պրոգրեսը շատ հարցերում իրեն օգնում է, որ ավելի հեշտ այդ ամենը հաղթահարել։ Տեսեք, երբ որ ասում էին մի քիչ կարող է պատահի այսօրվա թեմայի հետ, չէ, երբ որ կհիշեք 20 թվականին ասում էին կյանքը COVID-ը կկիսի մեր կյանքը, մինչ COVID եւ հետո։ Այսօր բացասականը անկասկած, բացասական, բայց դրականը հեռավար աշխատանքը։ Այո, սա իրապես լավ բան է շատ։ Այո, այն ինչ որ մեզ մնաց COVID-ից, դա հեռավար աշխատանքն է։ Մեր համար բժիշկներից դա պրակտիկորեն հնարավոր չէ, օնլայն խորհրդատվություններ եւ այլն դրանք հնարավոր են։ Այո, որոշ բաներ մենք կարող ենք անել, բայց բուն աշխատանքը իհարկե, բայց օֆիսային աշխատանքի տեսակետից հեռավար աշխատանքը այսօր օգնում է նույն աշխատող կնոջը համակցել մայրությունն ու աշխատանքը։ Մի խոսքով, այսինքն պետք է հասկանանք, թե ինչպես է։ Դա թե ինչպես է մարդու կյանքը դասավորվում, հա, ինչպես է լինում։ Մարդ կա 35-ում հանդիպում իր սիրուն եւ առանց որևէ խնդրի հղիանում է եւ 3 երեխա էլ ունենում։ Տարիքը դա բոլորովին նշանակություն չունի որպես կանխորոշիչ, բայց նա ունի նշանակություն որպես կենսաբանական ժամացույցի որոշակի, ասենք, սլակ։ Եվ վերջում մենք էլ ենք այդ նույն բնության մասը կազմում պիտի չմոռանանք։ Այո։ Այս վերջին զարգացումների հետ մեկտեղ նաև շատ այսպես պոպուլյար է դարձել այդ պատրաստվելուն, իհարկե շատ լավ է եւ դուք էլ նշեցիք հետազոտություններ հանձնել եւ պատրաստվել հղիության, բայց երբեմն էլ նկատում եմ, որ այստեղ շատ այդ ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցն է ոտքի կանգնում, հա, ու մարդիկ սկսում են ինքնուրույն որոշել, թե իրենք ինչ վիտամիններ պիտի խմեն, իրենք սկսում են ինչ-որ այդպես ինտերնետի կամ հիմա ավելի պոպուլյար ChatGPT եւ այլ արհեստական բանականության միջոցով հասկանալ, թե իրենք ինչպես պիտի պատրաստվեն, ինչ վիտամինային պաշար պիտի ունենան եւ այլն։ Մենք ունենք արդյոք ինչ-որ հստակ ընթացակարգ, որը խորհուրդ է տրվում եւ ցանկալի է, որ օրինակ այս բաները պետք է ընդունեն պատրաստվելու համար, որպես այդպեսին հղիությանը, թե ամեն դեպքում սա շատ ինդիվիդուալ կարող է լինել։ Գիտականորեն եւ ապացուցահեն խորհուրդը դա ֆոլաթթուն է։ Չնայած նրան, որ մենք այսօր ֆոլաթթվի հետ կապված էլ ունենք հարցեր, հա, այսօր դա էլ է նոր սկսել քննարկվել։ Այո, ֆոլաթթու, մի խոսքով մի քիչ ավելի, բայց այնուամենայնիվ խորհուրդը ուրեմն պտղի նյարդային համակարգի զարգացման դրական գործոն, որպես ֆոլաթթվի կիրառումը հղիությունից առնվազն 3 ամիս առաջ եւ առաջիկա հղիության 2-3 ամիսը։ Դա այն ինչ որ այն փաստն է, որը վիճելի է, բայց ընդունվում է, այսպես ասենք։ Կամ բժիշկներ, այսօր էլ կան բժիշկներ, որոնք ասում են, ես ստուգում եմ պարունակությունը, նոր եմ նշանակում, կամ մի խոսքով վիճելի հարց է եւ գրականությունն էլ է այսօր մեզ որոշակի դրույթներ տալիս, որի շնորհիվ մենք կարող ենք փոփոխել մեր վերաբերմունքը, բայց այս պահի դրությամբ, եթե մենք խոսում ենք արձանագրությունների, գայդլայնների, պրոտոկոլների մասին, ապա խորհուրդը դա ֆոլաթթուն է։ Խորհուրդը դա որոշ ուրեմն վարակների ստուգումն է, որ տեսնենք մենք ունենք այդ հակամարմինները, այն վարակների, որոնք կարող են ախտահարել պտուղը, հա, պտղին կարող են ախտահարել, դա ցիտոմեգալովիրուսն է, դա տոքսոպլազման է, դա հերպեսն է, դա պարվովիրուսն է, դա այլ վիրուսներն են, այսպես կոչված թորջ համախտանիշ, հա, թորջ համալիրը։ Բայց մենք այստեղ ոչ թե մենք վիրուսները չեն բուժվում վիրուսային հիվանդությամբ, եթե դա վիրուս է։ Մենք պետք է հասկանանք կինը օրինակ կարմրախտ տարել է թե ոչ, որտեվ դա ախտահարող գործոններից մեկն է։ Կամ ցիտոմեգալովիրուսի նկատմամբ իր իմունային համակարգը ինչ պատասխան ունի այս պահին։ Եվ կան ասենք թե երկրներ, որտեղ խորհուրդ է տրվում այս կամ այն պարագայում պատվաստվել։ Դա խոսքը ասենք կարմրախտի մասին է։ Այո։ Դա ասենք որպես խորհուրդ դա է նաև վահանաձև գեղձը, հա, վահանաձև գեղձը մեր ունի բավականին լուրջ խնդիր։ Մենք ճիշտ է հիմա մենք համարվում ենք, մենք յոդ դեֆիցիտ ռեգիոն ենք, բայց յոդացված աղի կիրառման շնորհիվ մեր յոդ դեֆիցիտը որոշակիորեն
կանխվել եմ, հա, այդ ծրագրերի շնորհիվ, բայց մենք պետք է դա միշտ հիշենք, որ մենք այո, եթե մենք յոդ դեֆիցիտ չենք, բայց մենք կարող է պատահի ունենք այլ խնդիր։ Ժառանգական կամ ասենք ստրեսի ֆոնին եւ այլն։ Այո, այսինքն այ կան որոշակի կետեր, որոնք մենք նայում ենք։ Մեր բոլորի կողմից սիրված վիտամին D-ն եւ բժիշկների եւ ասենք բուժառուների եւ պարզապես բնակչության, պետք չի որ ինքը լինի պացիենտ, հա, որ վիտամին D-ը Պարզա որ ես վիտամին D-ի հետ կապված մի դասախոսություն եւ լսել եմ եւ ինքս եմ մշակել, պարզա եթե դարեր առաջ մարդը կիսամերկ ա եղել եւ արևի լույսին իր վիտամին D-ն բնական կերպով արտադրվել է, ապա այսօր մենք հագնված ենք։ Դրա համար մենք այսպես կամ այնպես մենք կունենանք դրա դեֆիցիտը, մենք կունենանք վիտամին D-ի պակաս։ Այլ հարց ինչպես է օրգանիզմը դրա հետ պայքարում եւ այո, բայց վիտամին D-ն ինքնուրույն, ասենք թե նույն հարստական բանականության ընկերուհու Google-ի եւ այլ ուրեմն խորհուրդներով ես չեմ ընդունում դա։ Այո, կարելի է մարդ ազատ կարող է գնալ հանձնել, բայց պետք է ընդունել, պետք չի։ Դոզավորումը, ժամանակահատվածը, այդ ամենը պետք է բժշկի հետ խորհրդակցել ամեն դեպքում, հրաշալի է։ Երբ խոսում ենք հղիության մասին, այստեղ տեսնում ենք, որ պետությունը ինչ որ լուրջ քայլեր ձեռնարկում է նախ դրա լինելու իմաստով, այսինքն դեմոգրաֆիկ որոշակի տվյալներ փոխելու իմաստով, նաև սկրինինգային մակարդակում, հա, այսինքն ինչ որ բաներ կանխելու, պտղի եւ մոր առողջությունը առավել կարևորելու տեսանկյունից։ Հիմա այս պահին սկրինինգային փուլով ինչ է անցնում պացիենտը, ով հղիություն ունի, հսկվում է եւ օրինակ պարտադիր է այդ նշված, հա, կոնկրետ սկրինինգները անցնել, որը դիտարկվում է որպես այդպիսին սկրինինգ, բայց դրանք հետազոտությունների խումբ են, հա, այսպես ասած։ Ուրեմն տեսեք, նախ եւ առաջ պետությունը ունի մի ծրագիր, որը պետական պատվերի շրջանակներում զույգը կարող է հետազոտվել նախքան հղիություն։ Դա մի ծրագիր է, որը շատ ենք խրախուսում, փորձում ենք ավելի ակտիվացնել։ Դա մինչև հղիանալը։ Ինչ վերաբերում է հղիության հետ կապված, ապա այո, մենք ունենք սկրինինգային մի շարք ծրագրեր։ Նախ սկրինինգային ծրագրերը իրենք ես հիմա ասում եմ այն ինչ որ արկա է, հա, որովհետև այո, պետության աջակցության շնորհիվ փոփոխվեց եւ մենք անցած տարվանից ուրեմն ուլտրաձայնային սկրինինգներից բացի, ասենք թե մենք ունենք ուլտրաձայնային սկրինինգ օդիկային տարածության, քրոմոսոմային անկանոնությունների եւ ուլտրաձայնային գնահատման։ Ճիշտ է, մենք դա չենք անում համատարած ուրեմն FM աստրայա ծրագրով, բայց բոլորին մենք անում ենք օդիկային ուրեմն տարածության չափումը, դա բոլորի համար է եւ ուլտրաձայնային սկրինինգայինները իրանք բոլորի համար են, այսինքն մենք ունենք 3 հատ սկրինինգային ուլտրաձայն, այդ ունեցել ենք եւ դա ման ենք արել, որպես սկրինինգային նաեւ մեր հետազոտություններն են, հա եղել։ Մենք ես կխոսեմ նրա մասին, ինչն է ավելացել է Վահանաձև գեղձի սկրինինգը, այո, մենք մեր բոլոր հղիները ով կանգնում է հաշվառման պարտադիր հանձնում է թիրոտրոպ հորմոն, այո, ավելացել է ուրեմն գլյուկոզը տոլերանտության թեստը, դա գեստացիոն դիաբետի վախահայտնաբերման ուրեմն համալիրում է շատ կարևորվում եւ ավելացել է բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկի հայտնաբերման սկրինինգը, որը 35-ից 37 շաբաթական հատուկ մանրէաբանական հետազոտության շնորհիվ հայտնաբերվում է, դրանով կանխվում են եւ ենթադրվում է ներարգանդային ինֆեկցիան, ներարգանդային վարակի եւ կնոջ վարակային բարդությունների կանխարգելուն որպես։ Այսինքն մենք ահագին բան ունենք այդպես, այսինքն ունենք անեոպլոիդիաների սկրինինգ, ունենք Վահանաձև գեղձի, ունենք վարակների կանխարգելման եւ ունենք գլյուկոզ տոլերանտության, դա բոլորի համար։ Ինչպես նաեւ ռիսկի խմբերի համար մենք ունենք հատուկ հետազոտություններ,
որոնք իրանք ռիսկի խմբի համար են, օրինակի համար մենք խոսեցինք անկանոնությունների մասին, հա, քրոմոսոմային անկանոնությունների մասին։ Ինքը համալիր հետազոտությունն է, դա ուլտրաձայնն է, օձիք, դա բիոքիմիականն է, ու իրար հետ միասին դա համակցված FMF, այսպես կոչվող FMF Astraea screening-ն է, որը համակարգչային կերպով գնահատում է ռիսկերը։ Հիմա տեսեք, մենք ունենք, բայց այդ բիոքիմիականը, այսինքն այդ երկու նյութի հետազոտումը, դա ռիսկի խմբի համար է, 35+ կանանց, ընտանիքում նման երեխա ունեցած, գենետիկ այլ խնդիրներ ունեցող, ինքները նույն գենետիկ ունեցող ոչ միայն երեխաներ, այլ ինքները կարող են կրող որպես լինեն, այդ ռիսկի խմբերը նրանք բոլորը ռիսկի խումբ են։ Ռիսկի խումբ են, դա նույնպես պետությունը դա տրամադրում է։ Ունենք, այսպես ասած, ծեծված ջարդված թեմա արդեն sense դա բաներն են, հա, ուրեմն մակարդելիության խնդիրներն են, այո, նույնպես ռիսկի խմբին կոնկրետ, բայց գրվում է դա, որն է ռիսկի խումբը։ Դրա համար մենք կարող ենք երկու թրոմբոֆիլիա ենք հետազոտում եւ պրոտեին S, պրոտեին C հակատրոմբին։ Ունենք վարակային գործոնի արկայություն կամ ապա այդ թորջ համալիրը մենք ունենք հնարավորություն պետական պատվերի սահմաններում, նույնպես ռիսկի խմբին։ Հա, հրաշալի է սա։ Այսինքն մենք այդ ամեն ինչը անում ենք բավականին մեծ ծավալ է տալի պետությունը հետազոտման համար։ Իսկ ամեն դեպքում հղիությունը լինելով ֆիզիոլոգիական երևույթ, որտեղ շատերը դա ինչ որ ավելի տենց հիվանդության տիպի են, հա, պատկերացնում։ Հիվանդություն չի։ Լինում են իրավիճակներ, երբ որ ինչ որ խնդիրներ են առաջանում, եւ այդտեղ ձեզ համար որպես մանկաբարձ գինեկոլոգներ իսկապես մարտահրավեր է կնոջ եւ երեխայի, հապագա երեխայի առողջությունը։ Արդյոք մենք որպես այդպիսի նաեւ համակարգային իմաստով պատրաստ ենք շատ տարբեր մարտահրավերների լուծման, դրանց կարգավորման, պահպանման, հա, որքանով է, եթե այսպես հատկապես ձեր փորձը հաշվի առնելով, որովհետև երկար տարիների ընթացքում վստահ եմ նաև տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում գուցե ինչ որ իմաստով այդ թվերը փոփոխվել են, հա։ Հիմա ինչպիսին է պատկերը առհասարակ այդ հղիության ընթացքում առաջացած խնդիրների, ինչ որ տարբեր տեսակի պաթոլոգիաներ եւ այլն, հնարավորություն ունենք առավել քան նախկինում կարգավորելու եւ լուծելու հենց հղիության փուլում։ Այո, նախ եւ առաջ ունենք այլ ավելի ժամանակակից դեղորայքի ուրեմն կիրառում եւ ապահովում։ Օրինակի համար, այսպես ասեմ, բարդագույն մի կարևոր բարդություն, հա, հղիության գերճնշումը, պրեէկլամպսիա, էկլամպսիա։ Իրա բուժման այդ իրավիճակի բուժումը դա հղիության ավարտն է, նա չունի բուժում, բայց երբ որ մենք փորձը ցույց է տալի, երբ որ մենք երեխային լույս աշխարհ ենք բերում, հղիությունը ավարտվում է, ապա կամած այդ գերճնշումը իջնում է։ Շատ հազվադեպ ունենում ենք դեպքեր հետ ծննդյան պրեէկլամպսիաների, էկլամպսիաների, բայց դա շատ ավելի հազվադեպ է։ Մեծ մասամբ այդ ամենալուրջ բարդություններից մեկը զարգանում է մինչև ծննդաբերություն։ Իրա այդ իրավիճակի ուրեմն պատճառը որպես այդ պատճառը գերճնշումն է, նկատում պատճառները շատ են, բայց հարցի լուծման համար մեկ դեղորայքներից մեկը, ես որպես օրինակ եմ ասում, դա լաբետալոլն է, որը մենք մինչև վերջերս չենք ունեցել, սակայն բոլորիս ջանքերի եւ մասնագետների եւ նախարարության շնորհիվ գրանցելու եւ այլն, մենք այսօր այդ դեղորայքը, որը բավականին արագ է իջացնում զարկերակային ճնշումը, մենք ունենք։ Կառավարելի, այո, որոշակի կառավարելու հարցեր ունենք։ Ինչ այլ բնակավար մենք ունենք բավականին հզոր նեոնատոլոգիական ծառայություններ, ավաղ միայն Երևան քաղաքում դեռևս, բայց մենք պետք է աշխատենք նաև մարզերի վրա։ Հա, ասենք թե երրորդ մակարդակի ծննդատներում կան շատ լավ, հագեցված եւ մարդկային ռեսուրսով եւ տեխնիկական ռեսուրսով նեոնատոլոգիական ծառայություններ։ Ինչն է մեզ թույլ տալի։ Դա թույլ է տալիս, եթե 20 տարի առաջ այդ օրինակի համար վաղ պրեէկլամպսիայից ծնված 700 գրամանոց երեխան շանս չուներ, այսօր ինքը ունի շանս։ Մեծ բան է իրապես։ Այո, եւ այդ շանսը շատ հաճախ, շատ ճիշտ շանսը, այդ շանսը ինքը շահում է, հա, կարողանում ենք
20 տարի առաջ շատ քիչ է իր շանսերը եզակի էին, հա, ասենք թե այսօր մի քիչ բավականին ավելացել են, որովհետև ունենք լավ սարքավորումներ, նաև ունենք վերապատրաստված եւ լավ անձնակազմ։ Դա ասենք թե նեոնատոլոգիական ծառայությունը։ Երբ որ մենք խոսում ենք, որ մեր կեսարյան հատումները աճել են, այո, աճել են, բայց այնտեղ կա նաև փոփոխություն տարիներ առաջ, եթե համեմատենք, ապա միշտ մայրական ցուցումներ եւ մայրն էր գերակա պացիենտը։ Այսօր մոր հետ կապված կարող ենք խնդիր ունենանք, բայց մենք տեսնում ենք, որ երեխան տուժում է եւ մենք արդեն պտուղը դիտարկում ենք որպես պացիենտ եւ մենք ասենք նույն կեսարյանը, այո, նույն կեսարյանը մենք իրականացնում են իրենց պտղի ցուցումով։ Դրա համար պարզա որ բնականորեն եւ բացատրելի եւ հիմնավորված որոշակի մասը դա կազմում են պտղի ցուցումները։ Այսինքն դա էլ է փոփոխություն։ Երբ որ ես կլինիկական օրդինատուրայում եմ սովորել, ասենք թե 25 տարի առաջ, հա, մի քիչ ավել, հա, 25 տարի է, մենք արդեն 2000 թվականից մոտավորապես մեր մոտ ծնունդը դա ոչ թե 28 շաբաթականից, այլ 22 շաբաթականից։ 22-ից 28-ը դա վիժումներ էր։ Էլեմենտար, եթե մենք արդեն կազմակերպչական տեսակետից եթե նայում ենք, այսինքն եթե 27 շաբաթականում ծնվում էր երեխան ու ապրում էր, սպասում էին 1 շաբաթ ինքը պետք է ապրեր այդ 1 շաբաթը ոնց որ իրան նոր գրանցեին այստենց ինչ որ որպես ծնունդ ես մի քիչ միգուցե նույն ժամանակ դեռ նոր էր ուսանողական դա դու արդեն բժիշկ ես բայց մեկ այլ ուսանողական է քո իրավիճակը միգուցե իրավաբանական մասը միգուցե մի փոքր սխալ ասեմ բայց փաստը մենք չենք դիտում այսօր մենք իրանց ենք դիտում որպես պացիենտ եւ ունենք հաջող դեպքեր բազմաթիվ հաջող դեպքեր ունենք Եվ այստեղ շատ կարևոր է նաև հանրության մոտեցումը մի քիչ փոխելու համար, այո, բոլորս հասկանում ենք, որ կեսարյան հատումը բարդ գործընթաց է որպես այդպիսին, բայց ելի այդ գերակայության հարցն է ու երբեք պետք չի կողքից մարդկանց ինչ որ ուղղություն ցույց տալ, նախատել, հատկապես պիտակավորել այս կամ այն հարցի դեպքում, այսինքն սա շատ մասնագիտական հարց է, որը միայն մանկաբարձ գինեկոլոգ իր գոլեգաների հետ կարող է որոշել։ Այո, ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ինքս բնական ճանապարհով ծննդաբերությունների ջաթագով եմ։ Ես վարում եմ ծննդաբերություններ նաև այն կանանց մոտ, որոնք ունեն սպի արգանդի վրա։ Ես դրա ասում եւ գիտելիքը ունեմ եւ հնարավորություն ունեմ, ես ինձ չեմ գովազդում, բայց նկատում եւ օրինակներ ունեմ, ի նկատում ես այդ ռիսկին դա շատ լուրջ ռիսկ է, ես գնում եմ այսօր մեծացել է մի սերունդ, որը ընդհանրապես չի պատկերացնում կոնքային առաջադրությամբ ծննդաբերությունների ընթացքը կամ չեն ընդունում այդ ծնունդները, ինչու որովհետև չի ընդունվել էր, որ այդպես է, այդպես էլ գնաց, հա, ասենք թե ես այդ ունակությունը ես ընդունում եմ այդ ծնունդները, բայց եթե մենք գնահատում ենք կողմ եւ դեմ հարցերը եւ կեսարյանը այդ պարագայում ինքը ցուցված է իհարկե ես որևէ մանկաբարձ գինեկոլոգ իրավունք չունի այսպես ասած խրատել կամ պիտակավորել չէ գիտես դու խնդիր ունես գնում են կեսարյանի բայց դու դրանով ավելի ոնց որ վատն ես, հա, ասենք թե չտես ընդհանրապես հա եւ հետաքրքիր է որ հատկապես առաջին հղիություն տանող մայրերի, հա, ապագա մայրերի պարագայում շատ ավելի զգայուն է նման մոտեցումը եւ առանց այն էլ իրենք կարող են օրինակ ուսումնասիրել, բազմաթիվ փորձ նայել, չգիտեմ, կարդալ, փորձել նաև որոշակի իմաստով ֆիզիկական տեսանկյունից պատրաստվել, բայց երբ որ շատ նախատող, այսպես տրամադրվածությամբ իրենց ինչ որ մեկը փորձում է ինչ որ բան ասել, բավականին հուզական իմաստով սխալ է եւ վտանգավոր իրենց Իհարկե, պարագայում։ գիտեք ինչն է շատ կարեւոր, երբ որ կա կոնտակտ հղի ու իր վարող բժշկի հետ, այդ շատ կարեւոր է, որովհետեւ կան պահեր, երբ որ դուք միասին պետքա գաք ինչ-որ որոշման։ Այդ հոգեբանական կապը շատ կարևոր է։ Մենք շատ հաճախ ոչ միայն բժիշկ ենք, այլ նաև հոգեբան ենք։ Դա շատ, որովհետև իսկապես կնոջ հուզական դաշտը փոխվում է։ Կինը հղի եւ ոչ հղի ինքը տարբերվում է, եւ դու այդ պահը պետք է անգամ եթե դու այդ հղին
ճանաչում ես վաղուց եւ դու ինքը քեզ մոտ եւ որպես գինեկոլոգիական պացիենտ է դիմել, այսինքն ինքը կարող է տարբերվել, հա, ինքը կարող է։ Ես ունեմ հղիներ, որոնք առօրյա կյանքում պինդ, ուժեղ, ուրեմն այսպես ասած ստրեսներին դիմադրող կանայք են, բայց հղիությունը իրենց փոխում է։ Եվ դու չես կարող ասել եւ ամենասխալն է, երբ որ դու ջղայնանում ես, բայց ինչի ես այդպես է, այս մարդու մոտ հղիությունը այդպես է ընթանում։ Միայն հորմոնալ բանը փոփոխությունները արդեն հորմոնալ փոփոխությունը արդեն պատրաստ է։ Մի կարևոր հարց եւս ուզում եմ տալ կապված ֆիզիկական ակտիվության հետ, որովհետեւ նկատում եմ, որ վերջին շրջանում կանայք բավականին ակտիվ զբաղվում են սպորտով կամ այլ ինչ-որ ֆիզիկական ակտիվություն ունեն, դա կարող է վազք լինել, յոգան լինել, ջիմում պարապել լինել, ինչ իհարկե ողջունելի է, ընդհանուր առմամբ նաեւ որպես առողջություն ավելի այդպես թրենդային դարձնելու տեսանկյունից ունենք արդյոք այս մասով ինչ-որ հակացություններ եւ որ պահից սկսած պետք է ուշադիր լինել, արդյոք կարելի է շարունակել, արդյոք պետք է ինչ-որ բաներին հստակ ուշադրություն դարձնել, թե ոչ։ Նախ եւ առաջ այդ հարցը նույնպես հղին պետք է իր վարող բժշկի հետ համաձայնեցնի։ Ես կողմնակից եմ։ Կան կանայք, որոնք շարունակում են գնալ, ջիմ, գնում են յոգա, դասերի նման տիպի, գնում են հղիների խմբեր, ես միայն կողմնակից եմ, բայց կարող է լինել հակացություններ, այսինքն դա պետք է անպայման համաձայնեցված լինի։ Օրինակի համար արյունային արտադրություն երբևէ նման գանգատ ունեցող կնոջը ես կարող այդ պայն գնահատեմ, որ իրան դեղորայք պետք չի նշանակել, հա, որովհետև օրինակի համար մի, չգիտեմ, 5-6 շաբաթական հղիություն է եւ այդ պահին ինքը դա կոչվում է իմպլանտացիոն, հա, արյուն, որը պարզապես ոնց որ ժողովրդական տեղավորվում է, հա, ես գնահատեմ, որ պետք չի ինչ որ դեղորայք, վտանգ չկա, արվի ուլտրաձայնը, չտեսնենք ինչ որ լուրջ խնդիր, ասենք լավ, դա բան, բայց օրինակ նման կնոջ ես կասեմ, գիտեք, սահմանափակեք ձեր ֆիզիկականը, այսինքն այդ բոլոր հարցերը իրենք անհատական են, ուրեմն ես միշտ ասում եմ, դա իմ ուրեմն կարգախոսներից է, հղիությունը հիվանդություն չէ, դուք ինչպես ապրել եք, այնպես էլ փորձեք շարունակեք ապրել, ճանապարհորդել դեմ չեմ, բայց ասում եմ, մինչև 30-32 ամենաուշը 34 շաբաթական հղիությունը ձեր ճամփորդական այդ գործունեությունը խնդրում եմ ավարտել։ Եթե կինը որոշել է օրինակի համար արտերկրում ծննդաբերի, ես ասում եմ մինչև 30 շաբաթ, նամանավանդ, եթե դա երկար թռիչք է եւ այլն, ասում եմ մինչև 30 շաբաթական ժամկետ այդ 30 մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ այդ հարցը լուծեք, որովհետեւ կան ավիաուղիներ, որոնք ունեն հստակ սահմանափակումներ, որ թույլ չեն տալիս նույնիսկ կան ավիաուղիներ կամ իրավիճակը թույլ չի տալիս, ինչքան կմեծանա հղիությունը, այնքան նույնն է ֆիզիկական ծանրաբեռնվածության։ Այո, պետք չի ասել, որ ես հղի եմ եւ վերջ, ուրեմն ես ոչ պիտի քայլեմ, ոչ պիտի դուրս գամ, պիտի միայն նստեմ, կամ միայն պարկեմ, չկա դա այդպիսի իրավիճակ, բայց այդ ամենը պետք է լինի բժշկի հետ համաձայնացրած։ Այստեղ հետաքրքիր միֆային բաներ էլ կան, չէ՞, գուցե դուք էլ կհավաստեք ու մի քանիսն էլ կավելացնեք ձեզնից ձեր փորձը հաշվի առնելով, այդ որ օրինակ հղի է լինում, սննդակարգն է պետք փոխել, այ դու հիմա պետք է 2 հոգու փոխարեն ուտես, ու վերջում տեսնում ես, որ ինչ որ քաշի լուրջ խնդիրներ է մարդը ունենում։ Ուրեմն բնությունը դա մեզնից լավ է մտածել ու ճիշտ է մտածել։ Կինը ուտում է, այսինքն ինքը կարող է փոխել իր սննդակարգում հարաբերակցությունը այս կամ այն ուրեմն սննդամթերքի, բայց կրկնակի երբևէ պետք չի, որտեղ այդ կրկնակին դառնում է ճարպ, որը խանգարում է կնոջը։ Կրկնակի մասին չի խոսք։ Այո, մենք պետք է դնենք, չի կարելի եւ նաեւ չի կարելի ասել վայ դու չպիտի չաղանաս ածխաջրատները եւ ճարպերը կրճատի կամ հանի։ Դրիվ բացառեն։ Դա ամենասխալն է։ Պարզապես մենք պետք է ունենանք ուրեմն այսպես բալանսի ենթարկված սննդամթերք, այսինքն մենք պետք է ունենանք եւ սպիտակուցներ, եւ ածխաջրատներ, եւ ճարպեր, եւ վիտամիններ, պարզապես պետք է մի փոքր ասենք թե ձևափոխել, օրինակի համար դա համատարած խորհուրդ է, որ միրգը բոլորիս է դա խորհուրդը, բոլորիս է ոչ միայն հղիներին, որ միրգը ցանկալի է ուտել օրվա առաջի կեսին, ինչու, որովհետև ավելի ուշ կերած միրգը ինքը եթե
չի ուրեմն յուրացվում, ապա ինքը վնաս է իր անգամ իր վիտամինային եւ այլն պաշարում ինքը վնաս է, որովհետեւ ինքը այդ դանդաղացրած դեպի երեկո մեր նյութափոխանակության process-ները իրանք դանդաղում են, չի հասցնում, ասենք տնավարան ոչ հղի մարդու մոտ չի հասցնում ինքը լրիվ ուրեմն յուրացնի եւ ինքը այդ աչխաջրատը շատ արագ կերպով դառնում է ճարպ։ Հիմա տեսեք հղիությունը, հա, գեստացիա, հա, եթե նայենք այսպես, եւ պրոգեստերոն, այսինքն այն հորմոնը, որը իրեն բանն է, հա, ասենք թե վահանն է, հա, մենք միշտ ասում են դա պաշտպանողական բանն է, պրոգեստերոնն է։ Ինչն է պրոգեստերոնի դերը։ Պրոգեստերոնը նա թուլացնում է ուրեմն մկանները։ Հիմա տեսեք, նա թուլացնում է ոչ թե այն մկանները, որոնք մենք կրճատում ենք մեր ցանկությամբ, այլ իրենք հարթ մկաններն է թուլացնում։ Ինչպես նաև մենք նույն մկանը ունենք եւ արգանդում կան նման մկանաթելեր, նույն մկանաթելերը ունենք նաև ուրեմն աղեստամոքսային տրակտում, աղիքում։ Այսինքն պրոգեստերոնը իր գործը անելով հիմնականը ուղված դեպի ուրեմն ռեպրոդուկտիվ տրակտը, այնուամենայնիվ մի թեթևել խանգարում է, հա, ճակերտավոր մյուս օրգաններին։ Հիմա տեսեք, արդեն մենք ասում ենք դեպի երեկո կենսաբանական ժամացույց, ինքը գիտի, որ արդեն պետքա դեպի քնելն են գնում։ Ուրեմն ոչ հղիի մոտ ինքը արդեն նյութափոխանակություն դանդաղած է, հղի կնոջ մոտ քիչ է որ դեպի երեկո դանդաղում է մի հատ էլ պրոգեստերոնը։ Այդ միրգը բերելու է վկնացության, բերելու է քաշի ավելացման, ոչ մի օգուտ ինքը չի բերելու։ Այսինքն պետք չէ կրկնակի, պետք է ճիշտ սնվել։ Եվ եթե նման դեպքեր ենք ունենում, միշտ այդ բանն ենք, միշտ ասում ենք, որ երբ որ առաջի անգամ հանդիպում ենք, դա անպայման շեշտում ենք։ Հեղուկի կիրառում։ Սա էլ է շատ տարածված։ Այ հեղուկը, այո, ես օրինակի համար հեղուկը կրկնակի տեսեք, հղիության մենք 4.5-ից 5 լիտր, հա, արյան շրջանառություն ծավալը այդքան է մոտավորապես հղիության վերջում պլյուս 40, այսինքն մոտ 8-9 լիտր արյան մասին է խոսքը, որտեղից պետքա վերցնի, այ դա հեղուկով պետքա վերցնի, էլեմենտար, կինը գալիս ասում է, ուժեղ սրտխփոցներ ունեմ, նու մտածում ես արյան հեմոգլոբինի պակաս, մտածում ես վահանաձև գեղձը եւ այլն, մի հատ ավելի հարց ես տալի, հեղուկ ինչքան ես խմում, մի 2-3 բաժակ, ահա, հեղուկը պետք է լինի, որ շրջանառությունը լինի, որ այդ ամենը, ի նկատի ունեմ, այդ ամեն ինչը պարզ խորհուրդներ են, պարզ միավորներ են, բայց մենք պետք է դա անպայման հաշվի առնենք։ Այո, բայց որոնց կարիքը նաև փաստորեն ունեն կանայք այդ տեղեկատվությունը ավելի ճշգրիտ ստանալու տեսանկյունից։ Մեկ այլ կարևոր հարցերից է նաև այդ տոքսիկոզ կոչվածը, որը կարծես ամենա այդ առաջին փուլում է շատ դրսևորվում։ Սա էլ է միֆերի դասից, թե սա իսկապես խնդիր է, որի հետ պետք է առնչվել ու ճիշտելի կողմնորոշում տալ հղի կնոջը։ Գիտեք, դա բոլոր կանանց մոտ կարող է հանդիպել սրտխառնոցը։ Երբ մենք ասում ենք տոքսիկոզ, ապա դա այն դեպքերն են, երբ որ ոչ միայն սրտխառնոցը, այլ փսխումներն են։ Փսխումներն են, որոնք կյանքի որակն են ուրեմն վարդարացնում, բայց կյանքի որակը իր հերթին նաև ջրազրկման են բերում։ Ջրային է դուրս գալի, չէ՞։ Ի նկատի ունեմ այդ, երբ որ մենք ունենք փսխում, այո, երբ որ մենք սրտխառնոցի մակարդակին է մնում, ասենք թե առաջի երամսյակում այդ իրավիճակը, ապա մենք միշտ ասում ենք դա զարգացող հղիության նշան է։ Լինում է որ կինը սրտխառնոց ունի, այո, լավ իմաստով, ասենք թե գալիս է, հա, այցի դու ասում ես ինչ գանգատում եք, սրտխառնոց կա, եթե ասում է եղել է հիմա պակասել է, բայց հələ փոքր է ժամկետը, մտածում ես, իսկ կարող է չզար, այսինքն նման տիպի դեպքերում դու մտածում ես այդ ուղղությամբ, այսինքն ինքը ունի իր պաշտպանողական նշանակությունը նույնպես, ինքը զարգացող հղիության նշանել կարող է հանդիսանալ, այսինքն մինչև վերջ բոլոր մեխանիզմները իրենք պարզված չեն եւ ինչի է սրտխառնոց առաջանում, տարբեր տեսություններ կան, այնուամենայնիվ մեր համար
կարևորը, որ կինը չսկսի չհասնենք անզուս փսխումների։ Հա, սա իրապես արդեն կարող է խնդիր լինել։ Խոսելով ընդհանուր այս process-ից, հղիության գործընթացից, դրա վերահսկողությունից, ամեն դեպքում վերջին փուլում հատկապես կարևոր է դառնում ի վերջո, հա, այդ որոշումը ծննդաբերության հետ կապված։ Ինչպիսին են հիմա մոտեցումները այս տեսանկյունից, դուք նշեցիք շատ կարևոր հարց կապված կեսարյան հատման մասով, բայց հիմա նաև որոշակի փոփոխություններ եմ տեսնում ինչ-որ աջակցող մասնագետների ներգրավման տեսանկյունից կամ օրինակ մեթոդի տարբերվող մեթոդի հա տեսանկյունից, որքանով է բաց մեր այս համակարգը դրան եւ որքանով է նաև համագործակցությունը այդ տարբեր օգնող մասնագետների կամ ինչու ոչ նաև, չգիտեմ, ամուսնու ներկայությունը եւ մասնակցությունը, որովհետեւ այս մասով էլ եմ նկատում փոփոխություններ եւ ուզում եմ հասկանալ որքանով են հաստատությունները սրան բաց եւ նաև մասնագետները ինչ շատ կարևոր է նաև։ Տեսեք, խնդիրը բազմաֆունկցիոնալ է, հա, երևի եւ բազմագործոնային է։ Նախ եւ առաջ աջակից անձը ծննդաբերության ժամանակ ես ողջունում եմ, բայց ինչը ամենակարևորն է, որ աջակից անձը չպիտի խանգարի ծննդաբերության process-ին, չվնասելու կոնտեքստի, այո, այդ կոնտեքստում պետք է լինենք։ Այո, ծննդաբերությունը դա բնական process է, այո, պետք է մինիմալ կիրառվեն դեղորայքային միջամտություններ, այո, պետք չէ պատե անպատե տեղին կամ ոչ տեղին իրականացնել ծննդաբերական գործունեության դրդում եւ խթանում, հա, բայց երբ որ կա արդեն զարգանում է խնդիր, ապա այս կամ այն կերպ պատասխանատուն process-ի դա եւ առաջինը իմ համար մարդկային տեսակետից եւ իհարկե որպես կանոնակարգված երկիր իրավաբանական տեսակետից, այո, իրավաբանականորեն դա մանկաբարձ գինեկոլոգն է, որովհետեւ վերջ առաջ եթե ինչ-որ բան պատահեց, հա, ոչ ոք չի ասելու, որ աջակից անձը լսեցինք, հա, օրինակ, չէ, կամ ասենք թե չի թույլ տվել այս ինչ բանը ես անեմ բժշկին, բժիշկն է պատասխանատու։ Դրա համար այդ ամեն ինչը պետք է լինի բալանսավորված։ Ես եւ այդ աջակից կազմակերպությունների հետ փորձ ունեմ, իրենց հետ աշխատելու, լավ բարեկամներ ենք, շփվում ենք, կոնֆերանսներ եւ այլն, հա, կան դեպքեր, երբ որ իմ մոտել են հանդիպում ծնունդներ, երբ որ այդ աջակից կազմակերպություններից, այսպես կոչված դուլաներ են գալիս, բայց իմ համար ամենակարևորը նա է, որ կինը պետք է լսի իր բժշկին, հա, որովհետև ինքը ընտրել է այդ բժշկին, հա, ասենք, թե եթե որոշել է, որ ինքը ընտրում է նամանավանդ բժիշկ, որը վարելու է իր ծնունդը, իսկ այս կամ այն կերպ, եթե ընտրված բժիշկ չկա, ինքը որպես այդ օրվա հերթապահ բժշկի, ուրեմն հովանու ներքո է, հա, ծննդաբերում, ապա պետք է բժշկի կարծիքը լինի առաջնահերթ։ Դա իմ կարծիքն է, դա իմ համոզմունքն է, ոչ թե կարծիքի, համոզմունքն է։ Դրա հետ միասին պետք է ես էլի եմ ասում, ծնարանը դա փորձադաշտ չէ։ Դա մենք նոր կյանքի շեմին ենք կանգնած, մենք նոր կյանքի վկա ենք, ականատես ենք, մենք չենք կարող ինչ-որ նման դեպքերում ընկնենք իմ կարծիքով ավելի ոչ այդքան կարևոր ուրեմն իրադարձությունների հետևից։ Մեր մոտ 2 օր առաջ հոգեբանների հետ կապված, հետծննդաբերական դեպրեսիաների հետ կապված սեմինար էր, հենց տեղում Շենգավիթում շատ հետաքրքիր, այո, շատ հետաքրքիր անցավ, կոլեկտիվին շատ դուր եկավ եւ մասնագետի հետ այդ համագործակցությունը գնաց, հա, այդ հարցը կինը պետք է ծննդաբերի, կան չէ մութ սենյակում։ Կինը կարող է չի ուզում այդ մութ սենյակում։ Ֆոբիա ունի ուղղակի մթությունից։ Ֆոբիա կարող է։ Մի խոսքով, ի նկատի ունեմ այդ ամենը պետք է լինի կշռադատված, այո, այդ ամեն ինչը։ Եվ ես մենակ ուրախ եմ, երբ որ ասենք թե չգիտեմ, ամուսինն է, քույրիկն է,
չգիտեմ, ընկերուհի է, վստահելի մեկը կողքն է, այո։ Իդեպ ասենք, որ շատ հետաքրքիր է, որ լավ է, որ հիմա այս օրերում դա կարելի է, որտեղ օրինակ COVID-ի կամ այլ արտակարգ իրավիճակներում ամեն դեպքում անվտանգությունից ելնելով նաև իրավական հիմքերով սա կարող է սահմանափակվել եւ արգելվել, հա, սա էլ նշենք մեզ դիտողներին, որ երբեմն հասկանան, որ դա էլ է, էլի, այսպես իրավաբանորեն, տեսեք, մենք ունենք առողջապահության նախարարի հրաման դեռ 20 թվին այնպես համընկավ COVID-ի հետ համընկավ, նա ոնց որ համավարակը սկսվեց ոնց տարվա սկզբից, դա ապրիլին ընդունվեց, ոնց որ միանգամից բան, բայց մենք ունենք հաստատված հրաման, համաձայն որի թույլատրվում է մեկ աջակից անձի մասնակցությունը ծննդաբերությանը, աջակից անձին ընտրում է պարզա, որ ինքը ծննդքանը ինքն է որոշում, եւ դա նորմալ է, ինչ ես կարող եմ ասել, որ այն հիմնարկում, որտեղ ես եմ աշխատում, որևէ խոչընդոտ չկա, պարզապես նախապես պետք է զգուշացնել։ Շատ հետաքրքիր է, որ այս համընդհանուր ֆոնին, ընդհանուր մարդկանց տեղեկատվության բարձրացման հետ մեկտեղ ամեն դեպքում մարդիկ ինչ որ վախեր են նաև այդ շրջանում ունենում եւ ձեր այսպես կոչը, չգիտեմ, ասեմ խորհուրդ ասեմ, ինչպիսին պիտի լինի համագործակցությունը տարբեր մասնագետների հետ։ Օրինակ, եթե անպտղության պարագայում դուք շատ սերտ համագործակցում եք վերարտադրողական մասնագետների հետ եւ այլն, եթե մարդիկ ինչ որ վախեր են ունենում եւ այլն, արդյոք դուք այստեղ եւս ինչ որ համագործակցություն դիտարկում եք, թե ամեն դեպքում կարողանում եք ձեր փորձից ելնելով ինչ որ իմաստով աջակցել, որովհետեւ շատ մարդիկ կան ում համար իսկապես հղիությունը շատ լուրջ վախերի հետ պայմանավորված գործոն է ամեն դեպքում։ Իհարկե, այստեղ այդ համագործակցությունը շատ կարևոր է։ Մենք մանկաբարձ գինեկոլոգներս միշտ չէ որ կարող ենք այդ հոգեբանական օգնությունը ցուցաբերել։ Եվ այստեղ ես շատ կարևորում եմ եւ շատ եմ ուզում, որ դա զարգանա, դա շուրջծննդաբերական պերինատալ հոգեբանների ուրեմն ինստիտուտի զարգացումն է։ Այո, մենք ունենք այսօր մասնագետներ, ունենք կենտրոններ, որտեղ պրոֆեսիոնալ հոգեբաններ են աշխատում, բայց դա պետքա լինի ոչ թե հատուկենտ, ասենք թե իրենց այդ պերինատալ հոգեբանի ծառայությունները պետք է լինեն ավելի հասանելի, որովհետեւ մանկաբարձ գինեկոլոգը այնպիսի մասնագիտություն է, այո, դու կարող է այդ պահին շատ մեծ ցանկություն ունենաս ցուցաբերել այդ հոգեբանական անգամ աջակցությունը, բայց հենց այդ պահին կարող է պատահի վիրասրահում այնպիսի իրավիճակ լինի, որ դու պետք է վազես։ Այսինքն, իսկ դա մասնագետ է, դա մասնագիտություն է պերինատալ հոգեբանությունը, դա հոգեբանության, այո, դա մի ճյուղ է հոգեբանության, այսինքն դա շատ կարևոր է եւ ես համարում եմ, որ ամեն գործում ես ընդհանրապես ես համարում եմ, որ ամեն գործ պետք է անի, յուրաքանչյուր գործունեություն պետք է ծավալի արհեստավարժ պրոֆեսիոնալ մասնագետը, կոմպետենտ մարդ։ Եվ իհարկե մենք պետք է համագործակցենք եւ մենք այդ ինստիտուտը պետք է զարգացնենք պերինատալ հոգեբանության։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, բժշկուհի, եւ մեր վերջին հարցը, որը ուղղում ենք մեր հյուրերին, որպես Ռուսուդան Վարդանյան, բժշկուհի, որպես մարդ, ինչպիսին է հենց ձեր առողջ լինելու բանաձևը անհատապես։ Փորձել հետևել առողջ սննդակարգին, ունենալ ֆիզիկական ակտիվություն եւ ինչը ամենակարևորը լինել հոգեպես առողջ։ Իսկ իմ դեպքում հոգեկան, օրինակ, հենց իմ դեպքում իմ հոգեկան առողջության գրավականը դա ճամփորդելն է։ Դա այն երևի այն գործնեությունն է, գործնեություն չես կարող ասես, հա, դա իմ հոգեկան առողջության համար ես պետք է ճամփորդեմ եւ պարտադիր չի երկրից դուրս, հա։ Ես երևի հատուկենտ տեղեր կան Հայաստանում, որտեղ ես չեմ եղել։ Երբ որ եղել եմ եւ ավելի քիչ ծանրաբեռնվածություն եմ ունեցել եւ առաջարկություններ են եղել տարբեր կազմակերպություններից, միջազգային, տեղական եւ այլն, ասենք թե դասախոսություններ, սեմինարներ անցկացնելու մարզերում, ես պատրաստականությամբ գնացել եմ միշտ դա այդ միջավայրի փոփոխությունը իմ համար դա արդեն իմ առողջության գրավականն է։ Երբ որ արդեն հնարավորությունները եւ հնարավորությունը ոչ թե ֆինանսական, այլ հնարավորությունը երկրի ավելի բաց լինելու արդեն
երկրից դուրս գնալու, հա, կհիշեք, տարիներ առաջ այդ վիզա կոչված արտոնագիրը ստանալը դա շատ ավելի բարդ էր։ Հիմա էլ է բարդ, բայց հիմա գոնե հնարավոր է ասենք թե հնարավորությունը տրվում է բազմակի մուտքերի։ Այն ժամանակ այդ կոնֆերանսի օրերով այսքան օր էին տալիս, հա, ասենք թե տարիներ առաջ։ Ինչ եմ ուզում ասեմ, այդ շաբաթ-կիրակի քաղաքից բացակայել բնությունը տեսնել։ Ես այս անցած շաբաթ-կիրակի Սյունիք եմ գնացել, գերագույն հաճույք եմ ստացել։ Միշտ եմ այդ գերագույն հաճույք ստանում, բայց այս անգամ շատ ուրիշ էր։ Երբ որ Սյունիք չէի գնացել դեռ, չեմ ուզում նեղացնեմ այլ ուրեմն այ մարզերը, իմ համար Լեռնային Հայաստանը մի քիչ այլ պատկերացում կար։ Սյունիք գնալուց հետո արդեն 15 առաջին անգամ 15 տարի առաջ կամ եւ ավել։ Իմ համար Լեռնային Հայաստանը դա Զանգեզուրն է։ Այդ լեռների այդ ուժը, այդ չգիտեմ, շատ մեծ վախեր ունեմ, ասենք թե ինքս չեմ վարում մեքենա, բայց այդ լեռների տեսարանը իմ համար մի այլ երևույթ է։ Շատ լավ, շնորհակալություն։ Բուն TV եթերում առողջ ոդքասթներ, ցտեսություն։